Հայաստան վերկուսակցական է, քաղաքականությունը եւ քաղաքական կուսակցությունները իրենց նշանակությունը Հայաստանում ձեր կարծիքով արդյոք կորցրել են եւ որքանով եք համակարծիք նահանջող այդ տեսակետներ, որտեղ վերջին շրջանում հատկապես դեպուտացիան կոչերը կուսակցական համագործակցության շատ են, այդ մասին օրինակ խոսել է նաեւ Տաթիկ Ծառուկյանը վերջերս, դուք կիսում եք այդ տեսակետները եւ արդյոք հնարավոր է Հայաստանում ի վերջո այդ վերկուսակցական գաղափարը շատ ավելի բարձր լինել։ Մենք նույնիսկ կարծում ենք, որ կուսակցականությունը եւ կուսակցական գործունեությունը այլևս անելիք չունի առաջիկա 5-10 տարիների ընթացքում։ Բայց դա չի նշանակում, որ կուսակցական շատ գործիքներ, որոնք ունեն կենսափորձ, ունեն գիտելիքներ եւ որոնք կարող են յուրաքանչյուր տարբեր ոլորտում իրենց նպաստը բերեն Հայաստանի զարգացմանը, նրանք այլևս պետք չեն։ Մի առիթով հայտարարել եմ, իհարկե անեկդոտից հետո մի այսպիսի դեպք է տեղի ունեցել մի ընկերոջ կազմակերպությունում, ներողություն պետք է խնդրեմ ոչ եթերային խոսքի համար, ասում էր ինձ տվյալ պոստում աշխատելու համար շան որդի պետք է ոչ թե նորմալ մարդ է պետք եւ վստահեցնում եմ, որ նույնիսկ կա Հայաստանի վերականգնման համար այդպիսի մարդկանց աշխատանք եւ միշտ այդ համեմատական տանում եմ, եթե Հայաստանի վերականգնման համար պետք է նույնիսկ քաղաքացիական պայմանագրից մարդ ներգրավել, ապա վստահեցնում եմ, որ կարելի է ներգրավել։ Սա այդ անեկդոտի տրամաբանական շարունակության մեջ եմ ասում։ Ինչ վերաբերվում է վերքաղաքական լինելուն, քաղաքականությունը գործում է այն ժամանակ, երբ որ գոյություն ունեն կայուն ինստիտուտներ, գոյաբանական մարտահրավերները համենայն դեպս բացակայում են, նման դեպքում այո կարելի է քաղաքականությամբ զբաղվել եւ քաղաքական գործունեություն ծավալել։ Մեր գործունեությունը հենց մեկնարկի սկզբից տարբերվել է դասական քաղաքականությունից, տարբերվել է նրանով, որովհետև հաճախ նույն կուսակցությունների մոտ հարցեր առաջանում, ինչ աշխատելաոճ եք ընտրել, բայց մեր աշխատավոճը ցույց տվեց իր արդյունավետությունը։ Մեր կատարած աշխատանքի արդյունքում նվազագույնը օրինակ գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսության ամբողջական փլուզման, ապամոնտաժման 3 տարով մոտավորապես 3 տարով դեմը փակել ենք, նաև քաջ գիտակցելով, որ 3 տարի հետո այս իշխանությունը այլևս չի կարող լինել եւ հետեւաբար հաջորդ իշխանությունները կարող են շատ ավելի երկարաժամկետ պլաններ կազմել։ Ընդ որում Հայաստանի ԵՍՄ-ի հիմքում նորից եմ կրկնում դրված է տեխնոկրատիզմը, ինչը ենթադրում է կուսակցական գաղափարախոսություններից դուրս պրոֆեսիոնալների կառավարության ձևավորում, պրոֆեսիոնալներով Հայաստանի Հանրապետության սկզբից վերականգնում, պետականության վերականգնում, զարգացման համար հիմնասյուների ստեղծում, այնուհետև կայուն զարգացում։ Դրանից հետո, քանի որ մեր կանխատեսումներով 5 տարին անհրաժեշտ է, որպեսզի տեղի ունենա վերականգնումը եւ կայուն հիմքերի ստեղծումը, այնուհետև պետք կլինի դրանք շատ ավելի այդպես արմատացնելը, նոր դրանից հետո կարող է Հայաստանի Հանրապետությունը իրեն թույլ տալ անցնել դասական քաղաքականությունով կառավարման։ Իրավացի եք, մեջ վերելով պարոն Ծառուկյանի խոսքերը, միանշանակ կարելի է փաստել, որ այո, կա իրողություն, երբ որ հասարակության մեջ տարանջատումը, նույնիսկ կուսակցական, ասենց ինչ որ պատկանելիությամբ ինքը այսօր դուրներս գա թե չէ, շատ խանգարող հանգամանք է։ Մարդիկ իրականում հոգնել են այդ կուսակցական, չգիտեմ, կուսակցություն, լոզունգներ, անպագորդոր բառեր եւ կցանկանային գծել վերջին հարցազրույցը պարոն Ծառուկյանի, որտեղ շատ կարևոր մի մեսիջ էր տրվել, բացի խնդիրների, հնչեցման նաեւ լուծումներ։ Շատ կարևոր է եւ հաշվի առնելով, կրկնում եմ, այստեղ վեր կուսակցական կարելի է ասել դասական առումով նույնիսկ վերքաղաքական գործընթացը եւ հաշվի առնելով բոլոր հանգամանքները կարելի է միանշանակ փաստել հետեւյալը, որ այո, այսօր առանց որևէ գիտեք անձնական նախապատվության, եթե մարդը կարող է բերել օգուտ երկրին, համաձայն այն հիմնական գիտեք ֆունդամենտին, դա Արցախի հիմնախնդիրն է, դա հայոց առաքելական եկեղեցու
դերի պահպանման խնդիրն է, ոչ թե դերի, այլ առսել, գիտեք, արդեն նույնիսկ այդ արտահայտությունը, հա, այոց առաքելական եկեղեցու դերի պահպանումը ինքը արդեն իսկ իր մեջ խնդրահարույց է, որովհետև մենք այնպես բաներից ենք խոսում, որոնք կարծես թե, ինչպես ես ասացի նախքան ստորագրումը, պրոցեսներ են գնում, որոնց մասին մենք ընդհանրապես չէինք կարող պատկերացնել։ Դա այո, մեր բոլորիս արժանապատվության, պատվի, գիտեք, վերականգնումն է, դե լավ, այս սենց ասենք։ Եվ այո, մենք ունենք ներուժ, ավելի քան համոզված եմ, մենք ունենք տեսլական, ի վերջո մենք հայ ենք և այո, հայկականության պահպանումը բոլոր ոլորտներում, կլինի սոցիալականից սկսած, որովհետև կրկնեմ պարոն Ծառուկյանի խոսքերը, չի կարող նորմալ երկիր լինել, եթե այնտեղ գերակա ժողովրդի քանակը կամ ժողովրդի կեսից ավելին ծայրահեղ աղքատության մեջ են ապրում։ Չի կարող, ուղղակի չի կարող։ Այդ իսկ պատճառով եւ այսօրվա մեր ստորագրումը եւ մեր համագործակցությունը ինքը հենց միտված է այդ ելքերի ոչ միայն գտնելու, այլ կոնկրետ հստակ գետնի վրա, հա,